վաղուց այս տեսակ կանխատեսում չեմ արել, եկեք մի քանի կարտերով անենք շատ հետաքրքիր կանխատեսում, կարճ և կոնկրետ, առանց ավելնորդությունների։ Այս կանխատեսումը ձեր մեջ էներգիան պարզելու համար է, հա։ Նախ առաջին հերթին կենտրոնացեք ձեր վրա, որպեսզի տեսնենք ձեր էներգիան։ Հետո այն մարդու վրա կենտրոնացեք, ում էներգիան դուք կուզեիք տեսնել։ Ձեր զգացմունքները տվյալ անձնավորության հանդեպ, նրա զգացմունքները ձեր հանդեպ, և այստեղ գլխավոր կարտը, ձեր երկուսի էներգիան։ Եվ այսպես, դուք ինչ էներգիաների մեջ եք գտնվում դուք։ Տեսեք, դուք ինչ-որ նորության եք սպասում, այստեղ կամ դուք ուզում եք դուք ինչ-որ բան գրել, կամ ուզում եք սպասում եք, որ ձեզ գրեն։ Ինչ-որ նոր փոփոխությունների ձեր համար այսպես նոստալգիա, կարծես թեթև այսպես հիշողությունների մեջ ընկած լինեք։ Տվյալ անձնավորությունը ինչ էներգիաների մեջ է, սոնցը, իր էներգիան բավականին լավ է, ուրախ, զվարթ, իր համար պարզ, մաքուր, իր համար չկան չպարզված հարցեր։ Ձեր զգացմունքները տվյալ անձի համար, դուք դեպրեսիա եք տանում, այստեղ կա և իզուր չէր, որ ասեցի հիշողություն, հա, այստեղ կա մի տեսակ դեպրեսիվ վիրավիճակ, դուք նայում եք, ասում եք, արդյոք արժեր էս ամեն ինչը, այսքան ես ինձ զոհաբերեի, կամ այսքան տանջվեի, կամ այսքան մարդ ընդուներ իմանալ, այստեղ դեպրեսիվ վիճակ կա, իր զգացմունքները, ինքը ձեզ հեռվից հետևում է, որոշել է քայլ անի, բայց որ ուղղությամբ ձեր միջի էներգիան հիմա ցույց կտա, և ձեր էներգիան, այստեղ մեկըդ մեկից սահմանափակել եք, հնարավոր է ձեզանից մեկն ու մեկը սև ցուցակում է, կամ երկուսդ էլ իրար սենց առհամարական նետել եք սև ցուցակի մեջ, բայց ինքը փորձում է այսպես ուրախ երջանիկ իր օրը կարգավորի, իսկ մինչ դուք ստրես, դեպրեսիա, սպասում, հիշողություն, դուրս կգաք այդ վիճակից դուք։ Գիտեք խնդիրը որն է, որ այստեղ մեկըդ մեկի հանդեպ բավականին ժլատ եք, դուրս կգաք ամեն դեպքում այս իրավիճակից։ Ուղղակի այստեղ ուշադրություն դարձրեք, որ տղամարդը գուցե ուրիշ հետաքրքրասիրության այսպես այս պահին ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի, ուրիշ հետաքրքրասիրության շրջանակ ունի, հա, գուցե այս պահին իրան այդ ձեր հետ կապված բաները փորձում այսպես ցրվել, որ չզգա։ Նու այստեղ ինձ շատ 3 ժեզլը 3 գավազան ավելի շուտ հայերեն ասեմ էլի։ Մի քիչ գիտեք ինձ ձևի, ոնց որ արդեն ինքը իր որոշումը կայացրել է, մնում է, որ դուք ձեր որոշումը կայացնեք։ Ձեր որոշումը գիտեք որն է, դուք ուզում եք լինել օջախի կին, երեխայի մայր, ավելին քան հիմա հիմիկվա ձեր կարգավիճակն է։ Բայց արի ու տես, որ այնտեղ չգիտեմ, ամեն դեպքում այնտեղ չտեսա, որ տանջվեր, որ դեպրեսիայի մեջ ընկներ, կամ կար այնպես լինի, որ ինքը վստահ լինի, հա, որ կպարզվի, կհարթվի ամեն բան, էդ էլ կա, գուցե դրա համար ինքը այդ տեսակ չի անհանգստանում։ Ավելի խորը կանխատեսման համար վերցրեք առանձին կանխատեսում, ձեր իրավիճակը կնայվի մանրակրկիտ, ինչպես որ ես սիրում եմ անել։ Իսկ այստեղ այսպես, կարծես այն ինչ որ հիմա ձեզ հուզում է, կամ մարդը շատ ինքնավստահ է ու այդպես չի իր մոտ լրիվ ուրիշ տրամադրություն է, կամ էլ իր հետաքրքրության շրջանակը ուրիշ ուղղությամբ վրա է գնում։ Այստեղ երկու դեպքն էլ կարող է լինի, որտեղ անհատական չեմ նայել։